Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է։ Հիշեցնեմ, որ ամեն կիրակի բացահայտում ենք մեր իրականության սուրանկյունները։ Հաղորդաշարի ստեղծագործական խմբի հավատամքը 3.0-ի խելք, սիրտ, հոգի գաղափարախոսությունն է։ Այսօր Սուրանկյան տակ են։ Սկո բիզնեսի մութեջերն ու մարդկային հոգու վերջին ճիչը փոխպատվացվում են արդյոք մահացածի օրգանները եւ ինչ ֆիքսեց մեր տեսախցիկը հանգուցյալների վերջին իջևանում։ Զգացմունքային մարդկանց դիտումը արգելվում է։ $5,000 այստեղ բանա, $1,300։ Առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների դեմ պայքարն ու մահացու դեպքերը, դաժան տեսանի մանրամասները, վարորդներ զգույշ եղեք։ Քանդվում է ժամ առ ժամ կամ թունելի վերջում մարած լույսը, մասնավոր ընկերության պատճառած վնասներն ու հարակից տների բնակիչների արդար զայրույթը, ահազանգի հետքերով։ Էքսկավատորը գցել են, տակը քանդել են։ Այդ դարձից շատերը լքել են իրենց բնակարանները։ Փոխադարձ մեղադրանքներն ու արդարադատության համակարգի իրական վիճակը, մի կաթիլ մեղրի պատմությունը, փաստաբանների եւ դատավորների մասնակցությամբ, լրագրողական հետաքննության արդյունքները։ Երկու համակարգ, ժողովրդի լեզվով ասում են հական իրար։ Սևանի աղմկարույց դեպքն ու Տուժած Շամչյանը, ինչ է կատարվել իրականում եւ ինչու է ոստիկանապետը աշխատանքից ազատել ոստիկանին։ Վերջին սպանություններն ու հայտնի պարուսույցի ողբերգական մահը, Շամչյանը ներկայացնում է։ Խոսանք իրար։ Անցենք ու մի խանգարի, թե՞։ Մի խանգարի։ Դու հետևից ես ընկել։ Երթուղային գծատերերի մեծ եկամուտներն ու ուղևորի անվտանգության ուղիղ համեմատականը, ճանապարհային երթևեկության կանոնների խստացման առաջին արդյունքներն ու ռեյդը մայրաքաղաքի փողոցներում, Սուրանկյունը ներկայացնում է։ Գազելի վարորդ, տեղում կանգնած մնում եք, չեք տեղաշարժվում, ինչ ես տղե։ Իր վերանոց, որ օդի համար դնում եմ, չեմ ծա։ Անցնող շաբաթ ականատես եղանք մի արտասովոր երևույթի, որը շատերի համոզմամբ թեև բացասական է, սակայն ըստիս ճիշտ հակառակը։ Խոսքս փաստաբանների պալատի դեմարշի ավելի ստույգ 1 օրում մոտ 600 փաստաբանի գործադուլի մասին է։ Թե հունիսի 11-ին քանի դատավարություն է հետաձգվել, առայժմ պարզ չէ, սակայն որ ակցիան կարելի է համարել արդարադատության համակարգի ամենամասշտաբայիններից փաստ է։ Փաստ է նաև, որ խնդիրն ունի հասարակական մեծ նշանակություն, հետևաբար պետք է ունենա նույնքան էլ հնչեղություն։ Ինչ է կատարվել իրականում։ Վճռաբեկ դատարանը, որ որոշումներով կարող է նպաստել տարբեր ատյանների դատարանների, հետաքննության եւ նախաքննության մարմինների, ինչպես նաեւ դատախազների բացառապես օրենքով գործելուն, փաստաբանների համոզմամբ չի անում։ Ասել է, թե եթե քննիչներն ու դատախազները իմանան, որ դատավարական իրենց խախտումները վճռաբեկը չի անտեսի, խախտումներ թույլ չեն տա։ Փաստաբանները նաև համոզված են, որ վճռաբեկ դատարանը հետևողական չէ իր ընդունած որոշումների կատարման հարցում։ Վերջիններն էլ ի պատասխան հայտարարում են, որ դատարաններում կոռուպցիայի հնարավոր մեղավորները այն փաստաբաններն են, որոնք հաճախորդներից գումար են վերցնում եւ փոխանցում դատավորներին ակնկալվող ցանկալի վճռի համար։ Թե ինչն է փաստաբաններ վճռաբեկ դատարան հակամարտության պատճառը, կասի Նելլի Հարությունյանը, իսկ ես միայն փաստեմ, որ փոխհրաձգության արդյունքում բացահայտեցինք մինչև այժմ չհրճած խոստովանություններ։ Ու ինչպես ասում են, բարին էլ դա էր, քանի որ ակցիան նստված կթողնի ու կողմերն էլ հնարավորինս զգոն կլինեն, հետո էլ պարզվեց, որ արդարադատության համակարգի անարդարության վերաբերյալ գնահատականները այնքան էլ հեռու չեն իրականությունից։ Ես հանգիստ չունեմ, քուն չունեմ։ Երբ որ մի դատավոր, որը ինձանից բավականին շատ քիչ գիտելիքներ ունի, իրեն իրավունք է վերապահում, իմ ներկայացրած միջնորդությանը ընթացք չտալ։ Ես ասում եմ դու ով ես։ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը քունը կորցրել է վճռաբեկի դատավորների ու նախագահի հետ իրավագիտական մենամարտերից։ Քանի որ նրանց գործելավոճը ամեն օր փաստաբանների աշխատանքը փակուղի է տանում, իսկ Հայաստանի Հանրապետության հերթական քաղաքացուն զրկում է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։ Փաստաբաններն իրականում քուն դադար համբերությունը վաղուց էին կորցրել, բայց Գևորգ Գյոզալյանի ամենաթարմ բախումը վճռաբեկի հետ համբերության բաժակի վերջին կաթիլը դարձավ։ Դատականության փուլում ստորադաս դատարանի դատավորը ապացույցները չէր հետազոտել։ Վերաքննիչ դատարանը բացարձակ ծպտուն չանեց այդ խախտման փաստի վերաբերյալ։ Գնացինք վճռաբեկ դատարանը։ Վճռաբեկ դատարանը այդ գործը վերադարձնում է։ Մենք ուզում ենք, որպեսզի վճռաբեկ դատարանի ընդունած նախադեպային որոշումները կիրառվեն իր իսկ կողմից։ Օրենքը նախատեսեց հետևյալը. նախ բողոք բերելու չափանիշներ սահմանվեց, որ պետք է լինի դատական սխալ, եւ սահմանվեց վարույթ ընդունելու հիմքեր, այնտեղ 4 հիմք կա նախատեսված, դրանք են օրենքի միատեսակ կիրառությունը ապահովելու անհրաժեշտությունը, նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը առաջացրել է ծանր հետևանքներ, նոր կամ նոր երևակայած հանգամանքները եւ եթե կա հակասություն վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշման եւ բողոքարկվող դատական ակտի միջեւ։ Չարաշահումները կան, որովհետեւ վճռաբեկ դատարանը կախված սուբյեկտից երկակի ստանդարտներ է կիրառում։
Փաստաբանների ներկայացրած վիճակագրությամբ Ստորադաս ատյանների վճիռների 97%-ը մնում է անփոփոխ, ինչը նշանակում է, որ Հայաստանն ուղղակի չունի վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ։ Սա ըստ էության լրջագույն խնդիր է ողջ հասարակության համար։ Բացատրեմ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով կունենա որևէ խնդիր եւ կցանկանա այն դատական կարգով լուծել, ունի 3 հնարավորություն։ Առաջին հերթին նա դիմում է առաջին ատյանի դատարան։ Եթե այստեղ վճիռը նրան չի գոհացնում, ունի երկրորդ հնարավորությունը՝ բողոքարկելու վճիռը վերաքննիչ դատարանում։ Եվ եթե այստեղ եւս վճիռը նրան չի գոհացնում, ունի երրորդ եւ վերջին հնարավորությունը՝ դիմել վճռաբեկ դատարան։ Եթե վճռաբեկ դատարանը գործը վարույթ չի ընդունում եւ ցանկալի արդյունքը չի տալիս, նշանակում է մեր երկրում դատական կարգով ձեր խնդիրը լուծելու եւ արդարությունը վերականգնելու հնարավորությունները սպառված են։ Այսպեսով ինչ են պահանջում վճռաբեկ դատարանի նախագահից փաստաբանները։ Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Այս նորմը, որ մտցվել է, սա եղել է Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումից հետո զեկուցող դատավորը օրինակի համար։ Ասենք եղել է Տիկին Հայրյանը։ Հիմա եթե Տիկին Հայրյանը շահագրգռված եղավ այս գործով եւ ցանկացա, որ օրինակի համար որոշակի ուղղությամբ տանի։ Ներկայացի ամբողջ 14-ը, եթե ոչ, հա, ոչ դատավորական նորմի խախտում է նշել, ոչ նյութական մի խոսքով առաջարկում է վերադարձնել։ Եվ քանի որ այս մարտիկս քիչ հենել ուզում կարդան, հավեսել չունեն կարդանում, դա ասում են եկի վերադարձնենք։ Իսկ եթե ձայնագրարվի, ասես բան չի կարելի։ Երկու համակարգ ժողովրդի լեզվով ասում են հական իրար եւ չեղավ արձագանք։ 2008-ից վճռաբեկի նախագահ դարձած նույն տարում Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման արժանացած Արման Մկրտումյանը հասարակական շփման հարցում շռայլ չէ։ Վճռաբեկ դատարան ստիպված էինք գնալ առանց հրավերի։ Դատարանի նախագահը տեղում էր, բայց ընդունելություն չուներ։ Կոչ եմ անում վճռաբեկ դատարանին գալ եւ հանդիպել, ինչպես վճռաբեկ դատարանի նախագահը եկավ պալատ իր նշանակվելուց անմիջապես հետո եւ ասեց, որ պետք է վճռաբեկ դատարանի կայացրած որոշումներ ընդունելու կամ ընդունելը մերժելու վերաբերյալ պատճառաբանվեն, ասեց, որ ինքը կհասնի դրան։ Նա մի քանի տարի առաջ էր այդ բանը ասում, այսօր չի ասում արդեն։ Վճռաբեկից իդեմս մամուլի քարտուղարի ու խորհրդականի պատասխան եղավ, գրեթե տղայական մակարդակի, եւ դրանում ամենաուշագրավ միտքը այն էր, որ փաստաբանների հայտարարությունները կրում են քաղաքական բնույթ։ Նման խնդիր մենք չունենք, պարոն Մկրտումյան, բայց եթե այսպիսի վիճակում պետք է լինենք, որ դանական անընդհատ ոսկորին պետք է հասած լինի, թող մի օր էլ չաշխատի։ Ավելի քան 500 փաստաբանների մեկօրյա դատադուլի նախաձեռնողները սպասում էին, որ ակցիային բոլոր փաստաբանները չէին միանա։ Նրանցից շատերը վաղուց են սերտաճել դատավարական համակարգի հետ։ Ավելի շահավետ է ու անխռով, ինչն է հիմքում պարզից էլ պարզ է։ Անգրագիտությունը, իրավական նիհիլիզմը, դատախազից վախը, ես միշտ անվանում եմ մորթապաշտություն։ Անշուշտ փաստաբանական համայնքում մենք ունենք խայտառակ փաստաբաններ, որի գեր նպատակը փող աշխատելն է, որոնք որ գումար են վեկալում վստահորդից, տանում են դատավորին են տալի, դատախազին են տալի, չգիտեմ, այդ կարգի ձևերով են փորձում հարցեր լուծել։ Ես նրանց փաստաբան չեմ համարում։ 2007-ին սահմանադրական բարեփոխումների արդյունքում վճռաբեկ դատարանի դերը զգալի բարձրացվեց։ Մեծացավ նաև ազդեցությունը։ Ստորադաս դատական ատյանի դատավորը ինքը չի հասկանում, լավ էս վճիռը, եթե ես կայացեցի գնաց վճռաբեկ դատարանը, մի դեպքում կարող է բեկանել, մի դեպքում չբեկանել, ստիպված արդեն է դատավորը միջև դատական ակտ կայացնելը շատ ժամանակ գնում է վճռաբեկ դատարան եւ ասում է հարգելիներս, այս գործը ոնց անեմ։ Ես ունեմ ցուցակ, որտեղ ինձ մոտ նշել եմ, թե ովքեր են դատավորներ, որոնք գրագետ են եւ վարվում են զուտ օրենքով։ Ռուբեն Սահակյանը նախընտրում է չնշել, քանի բարեխիղճ դատավոր կա համակարգում։ Հասկանալի է, այդ թիվը նույնիսկ հարբած մարդուն չի մխիթարի։ Իսկ վայ դատավորները համակարգի բաց թողումները շատ հմտորեն ծառայեցնում են սեփական շահերին։ Ասում են իշխանություններն են դրթում, իշխանությունները կանգնած են այդ գործերի ետևում, որ պետք է այսպես լինի իշխանությունների ցանկությունն է։ Հիմա ում է պետք իշխանություններին, որ մեկին է պետք թե այս մարդը իր կնոջ հետ կռվել է, թե չի կռվել։ Բայց արի ուտես, որ դատախազությունը կամ դատավորը այնպես են մատուցում, ասում են, որ այս գործի հետևից գիտես ովքեր են կանգնած։ Եվ հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում, որ գործադիրն է կանգնած այս գործերի հետևում, ոչ այդպիսի բան չկա։ Դատական համակարգի անմխիթարությունը չի շղթում նաև երկրի բարձրագույն իշխանությունը։ Օրինակ արդարադատության նախարարի տվյալով դատական համակարգի նկատմամբ անվստահությունը 70-ից 80% է։ Վճռաբեկի ներկայացուցչի պնդմամբ պատկերը հակառակն է։ 70%-ը վստահության ցուցանիշն է։ Հավանաբար այս համոզմամբ դատարանին պատերազմ հայտարարած փաստաբաններին վճռաբեկից խորհուրդ են տալիս բավարարվել միմյանց թերությունները հրապարակավ քննարկելով։ Քանի որ ուզում է 1200 փաստաբան միտինգ անեն, վճռաբեկ դատարանի վրա դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ։
Մեկօրյա դատադուլով փաստաբանները չեն պատրաստում սահմանափակվել։ Նրանք վստահեցնում են, որ ամառային արձակուրդներից հետո սեպտեմբերին ավելի վճռական քայլերով կնախաձեռնեն նույն ակցիան, եթե իհարկե մինչ այդ ցանկալի արդյունքը ստացած չլինեն։ Եվ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության դատական համակարգը չի դառնա աշխարհում ամենաարդարն ու մարդասիրականը։ Да здравствует наш суд, самый гуманный суд в мире! Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Ատոմ Համբարձումյան, Սուրանկյուն։ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին։ Մամուլը գրել է, որ Հովհաննիսյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով ու պատվերով սպանություն նախապատրաստելու մեջ։ Խոսքը մասնավորապես դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանություն նախապատրաստելու մասին է։ Մեկ այլ վարկածով Հովհաննիսյանի անունը կապվում է հայտնի նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքյանի նկարների անետացման հետ։ Դատարանը Հովհաննիսյանի նկատմամբ ընդունել է երկամսյա կալանք կիրառելու որոշումը եւ այժմ կալանավայրերի վարչության նախկին պետը գտնվում է ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարանում։ Վախ, անհանգստություն, թախիծ, ստրես, կարոտ, հիասթափություն, դեպրեսիա։ Այսպիսի երևույթներ շատերի մոտ են նկատվում։ Ամենատարածվածը թերևս վախն է։ Այն կարող է ջլատել մարդու ուժերը, կատվածահար անել։ Մենք շատ ենք վախենում ծերությունից, հատկապես կանայք, եւ անխուսափելիից, մայից։ Պատահական չի ասվում, վախից լեղին ջուր դարձավ։ Այս ամենը կարող է հանգեցնել հուսալքության, սա էլ իր հերթին դեպրեսիայի, անկճվածության եւ ցավոք երբեմն նաեւ ինքնասպանության։ Հոգեախտաբանական այս երևույթներից պետք է զերծ պահել հատկապես դեռահասներին եւ երիտասարդներին։ Ինքնասպանության դատապատճառ են դառնում նաեւ ֆինանսական ճգնաժամերը, մերժված սերը, սոցիալական պայմանները, ընտանիքը, շրջապատը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2020 թվականին դեպրեսիայի հետևանք ինքնասպանությունները երկրորդ տեղում կլինեն սիրտ-անոթային հիվանդություններից հետո։ Անցյալ տարի մեր երկրում գրանցվել է 195 ինքնասպանություն։ Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ կատարել են հիմնականում տղամարդիկ 149 դեպք։ Գերակշռել են 30-ից 65 եւ 18-ից 29 տարեկանները։ Մասնագետների հետ զրուցել եւ որոշ մանրամասներ է իմացել Էրմինե Բաղդասարյանը։ Ասենք երկար ժամանակ գանգատվում ես սրտի, ստամոքսի եւ այլ ցավերից, դիմում ես համապատասխան մասնագետի, կլորիկ գումար ծախսում, բայց հիվանդությանդ բուն պատճառը երբեմն այդպես էլ անհայտ է մնում։ Տիկին Աննան արդեն 10-րդ հիվանդանոցն է փոխում, երկար ժամանակ ցավերից տառապում է։ Մի փոքր ներշնչանքից սկսում էր ստամոքսս ցավալ, վախել ունեի, սարսափ անգամ։ 16 տարվա վաղեմության դեպքն այսօր նույն հուզմունքով հիշեց, պատահաբար ընկել էր երկրորդ հարկից, հետո էլ անկեղծացավ։ Չեք հավատա, որ ասեմ, որ մեկը ոնց որ ականջիս տակ շշնջար, մի հատ շրջվի, ես շրջվել եմ ու մի անգամից ընկել եմ, գլխի վայր։ Մինչև ընկնելն էլ էր ցավեր ունեցել, բայց ուշադրություն չէր դարձրել, իսկ վերջին 5 տարին պարզապես անտանելի էր դարձել։ Անընդմեջ չլացել էլ առավոտվանից իրիկուն, պատճառ չկար։ Ինքս ինձ դողացել եմ, լացել եմ, ցավ։ Որպեսզի հստակ իմանանք հիվանդության պատճառը, նրա հետ գնացինք հետազոտության։ Արդեն մի քիչ մեծած անջար բակալված։ Շնորհակալ եմ, տեսություն ձեզ։ Հետազոտության արդյունքները քիչ ուշ, մինչև այդ նշեմ, որ բժշկությունն այսօր շատ հիվանդությունների պատճառ է համարում վախը, ստրեսը եւ դեպրեսիան։ Նման իրավիճակներում կամա թե ակամա հաճախ ենք հայտնվում, բայց ուշադրություն չենք դարձնում։ Ներկա վիճակում դեպրեսիոն վիճակ է մոտս։ Իմ աչի նշանս թողեց ինձ։ Այս ժամանակից ստրեսի մեջ էի։ Կորցրեցի մարդկանց հանդեպ հավատը իսպառ ամբողջությամբ, խորը դեպրեսիա եմ ապրել։ Էմոցիոնալ լարվածությունը տարածվելով մկանների վրա առաջացնում է գլխացավ, մկանային ու հոդացավեր, օստրեոխոնդրոզ, վստահեցնում են բժիշկները։ Իսկ եթե վշտացած եք, տխուր, բայց չեք կարողանում ազատություն տալ արցունքներին, դա կարող է դառնալ բրոնխիալ ասթմայի պատճառ։ Չկա իսկապես ոչ մի հիվանդություն, որի առաջացման կամ զարգացման հարցում այդ ստրեսի մոտը խառը չլինի։ Նյարդային տևական լարվածությունը աղեստամոքսային հիվանդությունների պատճառ է դառնում։ Տագնապը, ներքին վախը խախտում են սրտի նորմալ ռիթմը, զայրույթը վատացնում է լյարդի եւ լեղապարտքի աշխատանքը։ Հարկադրված շփումը տհաճ մարդկանց հետ հարբուխը դարձնում է քրոնիկ։ Սիրած աշխատանքով զբաղվելու հնարավորության բացակայության, քնքշության պակասի պատճառով կարող են առաջանալ մաշկային հիվանդություններ։ Ինչպես որ մեր ամենօրյա ասենք բջջային հեռախոսը կարիք ունի լիցքավորման, մարդը նույնպես ժամանակ առ ժամանակ դրական հույզերի եւ լիցքավորման կարիք ունի։
Աննայի ախտորոշումն արդեն պատրաստ է։ Պարզվեց նրա խնդիրների պատճառը։ Մեր հիվանդը տիպիկ պսիխոսոմատիկ հիվանդ է, որի մոտ առկա է թաքնված դեպրեսիա, որը արտահայտվում է գլխացավով, ցավերով, գոտկաշրջանում, քնի խանգարումով։ Իդեպ աշխարհում 500 միլիոն մարդ տառապում է ամենատարբեր դեպրեսիաներով։ 2020 թվականին արդեն երկրագնդի վրա 1 միլիարդ մարդ կտառապեն դեպրեսիայից։ Այսպիսի տեսարաններն արդեն կարելի ասել սովորական են դարձել։ Եթե 1994 թվականին մեր երկրում տարեկան արձանագրվել է ինքնասպանության 40 դեպք, ապա այսօր այդ թիվը հնգապատկվել է։ Դրանց մեծ մասը կապվում է հենց դեպրեսիոն վիճակների հետ։ Սկսված 8-9 տարեկանից մինչև 80-90, դաժե մենք ունենք դեպք, պատմության մեջ 100 տարեկան էլ է ինքնասպանություն գործել։ Գրեթե միշտ ինքնասպանության փորձանողներին հարցը մեկն է. տեսնես ինչու է այդ քայլին դիմել։ Որ շատ սրանում է, շատ, են աստիճան չկա, ելք չես տեսնում, ունակ ուզում ես մահդ։ Բարեբախտաբար Աննայի մոտ լույս վառվեց, բայց խոստովանում է, որ անգամ ցանկացել է թույն խմել։ Էդի մտքեր են ուղղակի եկել, որը բնորոշ է բոլոր հիվանդներին, նույնն էլ ինձ հետ է կատարվել։ Վարդանն օրինակ չցանկացավ Երևալ, ամաչեց իր հետ կատարվածի համար։ Նրա մոտ ոչ հիվանդությունն էր պատճառը, ոչ էլ դժբախտ պատահարը։ Բարքերի մեջ խրված էի, չգիտեի ինչ անեի։ Այդ ժամանակ հետս խոսալը չէր լինում, շատ լարված էի։ Սկզբից դարդս խեղդում էի օղու մեջ, ձեռս մի երկու կոպեկ փողեր ընկել այդ ժամանակ, փոխանակ պարտքերս փակեի, գնացի կազինո, եղասնը կրվեցի։ Այդ վաղ ուղեղս մտագնեց, միակ բանը, որ անցավ մտքովս կյանքից վերջ տալն էր։ Կրկնում էր անընդհատ նույն բանը, որ ինքը միշտ անհաջողակ է եղել, որ իրեն ոչ ոք չի սիրել։ Անցյալը նա դիտում է որպես անհաջողությունների եւ հիասթափությունների շրջան, եւ իսկապես մասնագետները նշում են, որ ինքնասպանության փորձ կատարածների հիշողությունը խեղաթյուրված է։ Մարդը, որ մի անգամ դիմել է ինքնասպանության եւ չի հաջողվել, ինքը անշուշտ մեծ հավանականություն է երկրորդ, երրորդ, չորրորդ մինչև չկատարվի։ Յուրաքանչյուր ինքնասպանությանը բաժին են գնում 8-ից մինչև 12 ինքնասպանության փորձեր։ Մեր երկրում չգիտես ինչու ինքնասպանության շարժառիթները ուսումնասիրված չեն։ Չկան մասնագետներ, որ կկարողանան ինքնասպանությունից հետո տալ ճիշտ գնահատական։ Եթե իմանում ես հիվանդության պատճառը, բուժումը հեշտ է։ Իդեպ նշեմ, որ Վարդանն ու Աննան հիմա բուժվում են։ Հոգեբանները իզուր չեն ասում, մարդու հոգին գաղտնիք է, իսկ այն գաղտնազերծելու կամ հասկանալու բանալին յուրաքանչյուրից ձեռքում է։ Օրը սկսելու ամենապարզ եղանակն է։ Տնից դուրս գալուց առաջ հայելու մեջ ժպտացեք ձեզ եւ ամբողջ օրը լավ կանցնի։ Ուղեղը ծանրաբեռնեք միայն հաճելի մտքերով։ Հերմինե Բաղդասարյան, Ատոմ Համբարձումյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Բունյացյան, նախկին Կույբիշևյան 9 հասցեում 5 տուն քանդվելու եզրին է։ Արդեն 6 ամիս է մարդիկ աուս արծափով են տուն մտնում, շատերն էլ հեռացել են, որովհետև ամեն վայրկյան հնարավոր է փլուզում։ Պատճառն այն է, որ Արշակունյաց 34 կոտորակ 1 հասցեում Շինտավր ընկերությունը հսկայական շինություն է կառուցում, որն ամենայն հավանականությամբ լինելու է զվարճանքի կենտրոն։ Պարզվում է շինարարության ժամանակ խարխլվել են նշված տների հիմքերը։ Բացի այդ, կառույցը հեռու է ընդամենը 3 մետր ու բնակիչներին զրկելու է արևի լույսից։ Խնդրի լուծման ակնկալիքով նրանք բախել են շատ պաշտոնյաների դռներ, բայց ապարդյուն։ Ընկերությունից էլ արձագանքել են, թե թողեք մինչև վերջ քանդվի, հետո կնորոգենք։ Ասма թող սա քանդվի, հետո կսարքեմ, ես կվերանորոգեմ։ Ես խոսք եմ տալի, որ կվերանորոգեմ։ Որ մի բան էլ ասում ենք իրենց, իրենք ասում են, թե քանդում ենք, որ կառուցենք։ Դե լավ է, էլի 58 տարի ստեղ ապրել ենք, ստեղի բնակիչ ենք, ուրեմն նրանք քանդում են առանց մտածելու, որ ինչ են քանդում։ Ու մեզ էլ տանից հանում են։ Մեր կյանքի համար, ուղղակի, որպեսզի չսպառնա ոչ մի բան, մենք տանը չենք բնակվում։ Տրամաբանորեն է, չէ, որ մարդիկ վախենում են։ Ես նույնիսկ վախենում եմ ձեզ համար, որ հիմա այստեղ գտնվում եք։ Նախկին պատգամավորներից մեկը անցած տարի դիմել է դատարան հորմահվան պատճառ դարձած վթարի հեղինակից պահանջելով վնասի փոխհատուցում։ Որպես հիմնավորում ի թիվս այլ հարցերի նշել էր հուղարկավորություն 15 միլիոն, հոգեած 20 միլիոն, գերեզմանատան ծախսեր 10 միլիոն դրամ։ Ստացվում է, որ նախկին օրենսդիրը ծախսել է 45 միլիոն դրամ, շուրջ $110,000։
Իսկ որքան են ծախսում սովորական մահկանացուները հարազատի մահվան դեպքում, փորձել է պարզել Արմեն Աթալյանը։ Անցնող շաբաթ նա եղել է եւ դիահերձարանում, եւ Դագաղի վաճառակետերում, եւ Գերեզմանատանը, լսել ոչ միայն անվճար է պաշտոնական հավաստիացումներ, այլև զրուցել սգվոր քաղաքացիների հետ, ու պարզել թե որքան արժե օրինակ մահվան վկայականը եւ այլն։ Երբ վերջերս տարեց մեկից լսեցի, թե կառուցել է իր եւ կնոջ գերեզմանը, որոշ գումար է տնտեսել թաղման ծախսերի համար, ապշեցի։ Հիմա տեղեկանալով մահվան եւ հուղարկավորության ծախսերի մասին հասկանում եմ նրան։ Պարզապես մտածել է սոցիալապես անապահով զավակների մասին։ Այժմ Արմեն Աթալյանի հետաքննությունը թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ եմ տալիս չդիտել։ Ժամանակին դեռ թագավորի կյանքի ընթացքում պատրաստվում էր այն ամենը, ինչը նա պետք է տաներ իր հետ հանդերձյալ աշխարհ։ Պատկերացնել կարելի է, թե ինչ կարող էր իր հետ տանել հանդերձյալ աշխարհ լրագրողը։ Դե երևի գրիչ, թուղթ, ավելի ժամանակակից ատլիբուտ, համակարգիչ եւ գուցե օպերատորին։ Չնայած օպերատորն ինձ դեռ պետք է գալու դեպի հանդերձյալ աշխարհ մարդու դժվարին ուղին ֆիքսելու համար։ Մեզ զրուցակիցը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ երևալ, լավ ծանոթ է այդ դժվարություններին։ Վերջերս էր վերադարձել արտասահմանից պապին հողին հանձնելու համար։ Մոտավորապես թաղումը նստեց մեր վրա $2800 չափով։ Այս գումարի փոքր մասն էր սակայն ծախսվել հոգեհացի համար, ասում է Արթուրը։ Մնացածը կուլ տվեց գերեզմանաստեղծ փողակեր մեքենան։ Դիահերձումը, ես ասեմ ձեզ, տվել ենք 61000։ Այո, ամեն ինչ սկսվում է դիահերձարանից, սակայն Արթուրենց բախտը չէր բերել։ Նրանք բավական թանկ դիահերձարանի էին դիմել։ Ինչպես տեղեկացանք, յուրաքանչյուր դիահերձարան դիահերձման իր գինն ունի, որը տատանվում է 35-ից 50,000 դրամի սահմաններում։ Վճարը դիահերձարաններում համարում են հիմնավոր, ինքներդ եք հասկանում, հեշտ գործ չէ։ Դες կոնկրետ ֆիքսված ժամանակ չկա, որ օրինակ կարող է հանգուցյալ լինի այդ գործողությունը արվի 30-40 րոպե, կարող է մի ժամ, կարող է 2-3 ժամ։ Այսինքն կախված է հանգուցյալի վիճակից, կախված է երբ մահացե, կախված է եղանակից։ Հիմա շոկ է, այնպես որ սանիտարներն արագ են աշխատում։ Բժիշկ պատանատը նայում է, այդ օրգանակոմպլեքսը ուսումնասիրում է, կտորներ է վերցնում, որը կոչվում է աուտոպսիա, ընդհանրապես մենք մեջից չենք ոչ մի բան հեռացնում օրգանները եւ իրավունք էլ չունենք։ Լրիվ մարմնի մեջ ենք վերադարձնում, որի վրա լցվում է դեղը։ Իդեպ օրգանների մասին, հանգուցյալի օրգանները կարող են վերցնել փոխպատվաստման համար մինչև դիահերձարանը, սակայն հարազատների թույլտվությամբ միայն։ Մարդուն տրվում է իրավունք հրաժարվելու լինելու դոնոր, իսկ չհրաժարվելու դեպքում, եթե առաջանում է մահ, ապա պարտադիր պայման է ընտանիքի անդամների թույլատրությունը ստանալ։ Ժամանակին այս օրենքը չկար եւ որոշ դեպքերում հանգուցյալների առողջ օրգանները զուր տեղը կորում էին։ Հասկանալով, որ իրենք կորցրել են երեխային, հարազատները դիմեցին, որ եթե կարելի է օրգանները պատվաստեն ուրիշներին եւ իրենք ոնց որ ասած իրենց երեխան տեսնեն ուրիշ անձի, ուրիշ մարդու մեջ։ Բայց քանի որ այդ ժամանակ օրենքը թույլ չէր տալիս, իհարկե դա չիրականացվեց։ Բայց վերադառնանք հուղարկավորության թեմային։ Հենց դիահերձման ժամանակ հարազատներին պետք է հանձնվի մահվան վկայականը։ 32000 թղթաբանության համար թաղման բյուրոյում։ Ինչ թղթի համար։ Որ մեր սեփական մեռելն է, հա։ Մահվան վկայականը։ Հա։ Այդպես ասենք։ 32000 մահվան վկայականը 32000 դրամ փող ուզեցին։ Մահվան վկայականը ինչ արժի դրա։ Մահվան վկայականը վճարատրում։ Ինչպես ասում են, բռնված չէ, գող չէ, բայց անհասկանալի վճարներն այսքանով չեն ավարտվում։ Ամեն ինչ նոր է սկսվում հանգուցյալի համար գերեզմանատեղ ստանալու ընթացքում։ Գերեզմանը ինչ արժի։ Գերեզմանը անվճար տրամադրում է, իսկ բարեկարգման աշխատանքները կախված է հանգուցյալի հարազատներից։ Գերեզմանի ձեռքբերումը նստել է մեր վրա մոտ 1300-ից 1500 դոլար։ Իր ամեն թղթով, ամեն ինչով։ Ասաց նավթի թիվը այսքան, ախպեր դրա մոտ էս թիվն է, $3000, այստեղ բանա $1300։ Դե մի օր չենք թողի սեղանի վրա, ոնց որ ասում հանգուցյալին։ Տվեցինք։ Խնդրեի, որ նման տիպի հայտարարությունը խոստանում եմ նրանց անվտանգությունը եւ միևնույն ժամանակ նրանց գաղտնիությունը ապահովել, լրիվ տվյալները ներկայացնել համապատասխան կազմակերպություններին, որպեսզի պատժվեն դրանք։ Նա կարող է անուն ազգանուն վերցնի եւ տա դատարան։ Մստեն ասել մերոնը թողած դիմեմ
իրավաբանների հետևից ասում։ Գերեզմանատների տնօրենների նշանակում եւ վերահսկում է բնակչության հատուկ սպասարկում կազմակերպությունը, որի ղեկավարներից Ռազմիկ Հարությունյանը սակայն չի հիշում մի դեպք, երբ իրենք դժգոհ լինեն այդ տնօրենների աշխատանքից։ Նրանց աշխատանքը գնահատում են բավարար, այսքան տարիների մեջ եթե թերացում են կամ չարաշահում են, դրանք հեռացվում աշխատանքից։ Չեն հեռացվում։ Չեն հեռացվում, իրաց դիմում համաձայն մարդիկ կան, որ գնում են, դա գնում են, ասենք ես էլ կարող եմ դիմում տամ վաղաստեղից գնում եմ, դա հարց չի։ Մի րոպե անց սակայն Հարությունյանը հիշում է դեպք, որի հետքերով էին գնացել կառավարության դիմումից հետո։ Մարդը գնացել է անդե, իր գերեզմանը մաքրել է տալի, այդ մարդից պահանջում են գումար։ Եվ մենք հետաքրքրվում ենք կողքից եկած մի ուրիշ անձնավորությունը, որ ոչ մի կապ չունի գերեզմանցի գրանցման հետ եւ ոչ մի կապ չունի գերեզմանցի աշխատանքի հետ։ Նա եկել է անդեղ իր համար փող աշխատելու միջոց է գտել։ Այն նման տիպի մարդկանց պայքարում ենք որպեսզի հանենք։ Ինչպես պիտի հանեն, ավելի շուտ հեռացնեն նման մարդկանց, եթե նրանք գերեզմանատներում չեն աշխատում։ Հասկանալի չէ։ Հարությունյանն այսպիսով խոստովանում է, որ իրենց համակարգում կան անբարեխիղճ աշխատակիցներ, որոնք փորձում են գրպանները լցնել հանգուցյալների հարազատների հաշվին։ Թաղման բյուջեն սակայն այսքանով չի սպառվում։ Դեռ պետք է դագաղ գնել։ Ընտրությունն այսօր բավական մեծ է, տեսականուն է ծանոթացնում Վարդանը։ Տարբեր գների կան 28000 դրամից սկսում մինչև 500-700 000 Ինչու՞ է պայմանավորված գնի տալը։ Դե հիմնականում թանգանոցները դրանք լրիվ մաքուր փայտ են։ Ու լինում է լամինատից, պլաստիկատից։ Էժանները դրանց են։ Մեծ է նաև ընտրությունը թաղման երաժշտության մասով։ Դե տարբեր գների կան, որովհետև տարբեր վարպետներ կան, ամեն մարդ այսօր իր գին ունի, աստղերը ոնց են իրաց գները բարձրացրել, տենց նույն գները կան։ Ու հիմնականում սկսում է 30000-ից։ Դե իսկ վերջում արդեն մնում է գերեզմանի կառուցումը։ Այս մեկն օրինակ մետաղական ամրաններով է, թանկ հաճույք է։ Հիմնականում պարզապես բետոնապատում ենք, ասում են բանվորները, բայց դա էլ էժան չէ։ Մի գծամետրը խոսքի մի 10000 քառակուսին, քարը, մի 5000 կուզի արող արեստավորը գծամետրին, ասենք քառակուսին։ Դե մնացածն էլ էսել հաշվես վերենք կգա մի 20000, ինչպես կկայնի։ Քառակուսի մետրը 20000։ Հա, ավելի թանկ էլ կարող է գա։ Դա ես ամենաբանն եմ ասում էլի։ Հա։ Այսպիսով սովորական, ասենք 12 քառակուսի մետր գերեզմանատեղի կառուցելու համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 250000 դրամ, չհաշված վերը թվարկված բոլոր ծախսերը։ Դրանք հաշվի առնելով հասկացանք, որ իսկապես նվազագույնը 2-3000 դոլար է անհրաժեշտ անփորձանք այն աշխարհ ուղևորվելու համար։ Իրականում ինչ է տանում մարդն իր հետ այս աշխարհից։ Մի բուռ մեղ, մի քանի կտոր փայտ։ Բոլորի մոտ նույնն է։ Մեկի մոտ քիչ ճոխ, մյուսի մոտ ավելի համեստ։ Եվ ըստ էության կարևոր էլ չէ, թե ինչպես ես գնում այս աշխարհից։ Կարևոր է, թե ինչպես ես ապրել եւ ընդհանրապես ապրել ես բառի փիլիսոփայական իմաստով։ Արմեն Աթալյան, Զորաբ Քարամյան, Արտակ Ավետիսյան, Ատոմ Համբարձումյան, Սուրանկյուն։ Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած եւ ոչ Աստծոց կոչված, փողով ընտրված եւ ոչ Սուրբ Հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում եւ գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։ Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած աստվածաբան են։ Ուսուցիչների եւ աշակերտներին ուղղված անողոք քննադատության հեղինակը պատմահայր Մովսես Խորենացին է։ 1600 տարի անց մեր վերաբերմունքում կրթության նկատմամբ ինչ է փոխվել։ Համակարգը եվրոպական չափանիշների մոտեցնելը եւ բազում այլ բարեփոխումներն առայժմ շոշափելի դրական արդյունք չեն տալիս։ Որն է պատճառը։ Անկախ բուի կարգավիճակից դիպլոմ ունեցողների մեծ մասը լավն ու վատը չեն տարբերում։ Իրենց մասնագիտությունից տարրական գիտելիքներ չունեն։ Ներկայացվող պամֆլետը ընդունելության քննությունների ու դիպլոմամանիայի մասին է։ Հայաստանում գոյություն ունի երկու խնդիր, որ կարող է համահասարակական դեպրեսիա առաջացնել։ Առաջինը սեքս սկանդալն է, որը փառք Աստծո դեռ որոշակի պարբերականություն չունի։ Մյուսը ոչ պակաս սեքսուալ ընդունելության քննություններն են։ Սա մի ամբողջ արարողություն է, իր այսպես ասած նախընտրական եւ հետընտրական փուլերով։ Ամենասկզբից հայկական ընտանիքում ավագների ժողով է գումարվում, որտեղ բուն երեխայի կարծիքը նման է դիտորդական խմբի կարծիքին, կլինի դրական, շատ լավ, չի լինի ոչինչ, որովհետև այն պարտադիր չէ։ Այստեղ որոշակի օրինաչափություններ կան։ Եթե ընտանիքում հայրեր-որդիներ կոնֆլիկտը չկա, ապա երեխային պարտադրում են սովորել հոր մասնագիտությունը, իսկ եթե ընտանիքում մայրիշխանություն է, ապա երեխայի ապագա մասնագիտությունը որոշում է քեռին։ Այդ որոշման համար հաշվի է առնվում 3 ավանդական գործոն։ Առաջին,
որտեղ է աշխատում հայրը կամ մորաքրոջ քեռուբաջանաղը։ Եթե հայրը դատախազ է, ապա զավակը պարտադիր պետք է ընդունվի իրավաբանական ֆակուլտետ։ Դասախոսները հորընկերներն են, աշխատանք գտնելը հեշտ կլինի, հետագա կարիերան նույնպես։ Ու ջանդամ թե ապագա քննիչը երբեք էլ չի սիրելու իր աշխատանքը։ Իսկ եթե մորաքրոջ քեռուբաջանաղն աշխատում է բժշկական տեխնիկումում, ապա երեխան անպայման բուժքույր կդառնա։ Երկրորդ, ինչն է այսօր մոդայիկ։ Այս հարցում եւս հայ հասարակությունը շատ ավանդապաշտ է։ Արդեն 20 տարի է ֆակուլտետների թոփ տասնյակը կարմիր կովի կաշվի նման չի փոխվում։ Իրավաբանական, տնտեսագիտական, ռոմանը, բժշկական, միջազգային, կիրառական։ Եվ երրորդ, ինչ էր ցանկանում երիտասարդ տարիքում դառնալ ընտանիքի մայրը, բայց չի դարձել, որովհետև Սովետում տեղերը սահմանափակ էին, քննություն ստուգողները կաշառակ էր։ Հիմա մայրիկն ամեն ինչ անում է, որ իր ժառանգն իրագործի իր չիրականացված երազանքը։ Ընդհանրապես ամեն մի բուհ ավարտած ինքն իրեն համարում է առնվազն մտավորական, իսկ հասարակությունը կիրթ զարգացած կյանքից հասկացող մարդ։ Այս բարձր կոչման համար հոգատար հայրերը երբեմն պարտքեր են անում, 4 տարի նոր կոստյում չեն հագնում, բայց վճարում են ծնողական պարտքը։ Իսկ ուսանողները, հարգելով ծնողների դիպլոմացավը, որդիական երախտագիտությունից դրդված, ձևացնում են, թե գիտելիք եւ մասնագիտություն են սովորում։ Ամեն դեպքում ժամանակին բուհ ավարտելն ու դիպլոմ ստանալը շահեկան է։ Ինչ իմանաս, թե վաղն ինչ կարող է լինել։ Եթե անհայտ ճանապարհով հարստացել եք, ապա ստիպված եք լինելու գնել իրավաբանի դիպլոմ, որպեսզի կարողանաք օրենքով պաշտպանել ձեր ունեցվածքը։ Իսկ եթե պատահաբար ներգրավել եք քաղաքականության մեջ, ապա ձեզ անհրաժեշտ է ձեռք բերել քաղաքագիտության դոկտորի կոչում, որպեսզի դրա մասին գրեք նախընտրական բուկլետի մեջ եւ ժողովրդի հետ խոսելիս չնեղվեք։ Մենք ազգովի սիրում ենք կրթությունը, բայց երևի ավելի տեղին կլիներ ասել, որ պաշտում ենք դիպլոմը։ Սա իհարկե մարդկության անհայտ մի աղանդ է, որի անունն է դիպլոմի վկաներ։ Երեխան կարող է չսիրի իր մասնագիտությունը, չիմանա այն, դասի չգնա, բայց խնամի ծանոթ բարեկամ հին հայկական ենթակառուցվածքով սովորի եւ ավարտի որևէ բուհ, համալրելով գործազուրկների առանց այդ էլ հսկայական բանակը։ Գևորգ Էմինտերյան, Սուրանկյուն։ Երթուղայինի գծատերերը ստրկացնում են վարորդներին, նրանց զրկում տարական իրավունքներից, ստանում են խոշոր եկամուտներ, պետությանը վճարում են չնչին գումարներ ու այսպես շարունակ։ Նախորդ շաբաթ հասարակական տրանսպորտի թեման հայտնվել էր ամենաքննարկվողների տասնյակում, չնայած որևէ նոր բան չասվեց։ Թերևս միակ նորությունը, եթե իհարկե կարելի է այսպես ասել, այն է, որ ոչինչ չի փոխվել։ Ու դա բնական է, քանի որ գծատերերը հանրապետությունում ամենևին էլ վերջին մարդիկ չեն, չնայած որ ոչ մի կերպ չեն խոստովանում։ Հետո էլ ոլորտը թաղված է կոռուպցիայի ու կամայականությունների մեջ, որոնց պատճառով նախ տուժում է ուղևորը։ Ու մինչ հասարակական շատ կազմակերպություններ մարդասիրական մղումներով կամ գրանտակերությունն արդարացնելու համար հայտարարեցին, որ անողոք պայքար են սկսում վարորդների իրավունքների պաշտպանության եւ ոլորտում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ, փորձեցին հարցին մոտենալ այլ անկյունից։ Հիմք ընդունեցինք ճանապարհային երթևեկության իրավախախտումների խստացումները, որոնք ուժի մեջ մտան հունիսի 2-ից եւ ոստիկանության հետ ռեյդ կազմակերպեցինք մայրաքաղաքի փողոցներում։ Նպատակը մեկն էր՝ արձանագրել երթուղային տաքսիների իրավախախտումները, դրանով իսկ առաջացնելով երթուղայինների վարորդների զայրույթը, որոնք էլ միամուռ կպայքարեն գծատերերի դեմ, նրանց ախորժակը զսպելու եւ աշխատանքային տարրական պայմաններ ապահովելու համար։ Սակայն ամենը չէ, որ ընթացել է մեր սցենարով։ Մասնավորապես եղել են վարորդներ, որոնց համար ուղևորի հարմարավետությունը ոչինչ է, եղել են նաև այնպիսիք, որոնք ամենևին էլ դժգոհ չեն գծատերերից եւ այսպես շարունակ։ Տեսանյութը աննշան է մոնտաժվել։ Մեր նպատակը հասարակությանը ուզող կարևորագույն խնդիրը հնարավորինս օբյեկտիվ ներկայացնելն է։ 21-13 գազելի վարորդ, տեղում կանգնած մնում եք, չեք տեղաշարժվում, հիմա կմոտենում։ Կանգարից դուրս կանգարեք կատարեք։ Կանգարը լինում է կաղավորված, գծանշված տաղավարով վատ խախտումը, դա առաջինը կանգարից դուրս կանգար կատարելու հանգամանքն է, որ կանոնավոր ուղևորատարները պարբերաբար անում են, չնայած Երևան քաղաքի կանգարների տարածքը մեծ մասամբ կահավորված է, գծանշված է, հստակ կանգարի տեղերը կա, եւ երկրորդ ամենամեծ խախտումը, որ անում ենք, դա սահմանված քանակից ավել ուղևորների տեղափոխումն է։ Մեկ-մեկ, օրինակ այդ մեկ-մեկը մի քիչ առաջ էր, չես տղե, իր բերանդ, որ հոտի համար դնում եմ չեմ ծխը, ինչու սապրված չես։ Ես 24 տարի ամեն առավոտ սապրվում եմ գործի։ Համադայն։
Ընդհանրապես Երևանում միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումը չկանոնակարգվող ոլորտներից է։ Ինչու՞։ Ազգային խաչատետի մենակ Հայաստանում ասած, ուրիշ ոչ մի երկրում ցեզ բան չկա։ Ամենաշատը ձեզ ինչ կա զայրացնում։ Շատ մարդ են նստացնում, մարդիկ նստած ոտի վրա շատ անարմար է։ Սերտ շփման արդյունքում մի խումբ մաշկային հիվանդություններ վտանգ են ներկայացնում փոխանցման առումով։ Դրանցից են հիմնականում քոսը, ոչլոտությունը, երբեմն նաև սնկախտերը եւ թարախամաշկությունը։ Այսպես թե այնպես խնդրահարույց հարցերի պատասխանները պետք է փնտրել լիցենզավորման կարգում։ Մրցույթին մասնակցող ցանկացած կազմակերպություն պետք է համապատասխանի որոշակի չափորոշիչների։ Նախ մրցույթի կարգի ժամանակ բոլոր վարորդները, ովքեր որ ներկայանում են մրցույթի, բոլորը ունեն D կարգի որակավորում։ Մեր գրավում են 20 D կատեգորիա ունեցող վարորդներ, տվյալ պահին անցան, լիցենզավորվեցին, բայց այդ վարորդները դեռ փաստ չի, որ աշխատում են այդ կազմակերպությունում, վարում են այդ մեքենաները։ Հետո այդ վարորդները գնում են իրենց աշխատանքին, իրենց գործին, այլ երթուղի սպասարկելու եւ իրենք ստվերայինով օգտագործում են հենց այդ կատեգորիա չունեցող վարորդների։ Փաստաթղթերից մեր համար պարզ է դառնում, որ մեքենան լիցենզավորված չի կանոնավոր ուղևորատար փոխադրումներ իրականացնելու։ Այսինքն անվտանգ չի այդ մեքենան։ Եվ մեծ դժվարությունների ենք հանդիպում, որպեսզի ժողովրդին բացատրենք, որ այս մեքենայով ձեր փոխադրումը անվտանգ չի։ Միկրոավտոբուսները պետք է սարքին լինեն եւ երթուղի դուրս գան 5-7 րոպե պարբերականությամբ։ Սակայն տնտեսավարողները արդյոք միշտ են կատարում պայմանագրային պարտավորությունները։ Իհարկե ոչ։ Վարորդները նշում են, որ իրենց խիստ վերահսկում են թե պետությունը, թե գծատերը։ Վերջինի մասին ասում են կամ լավը, կամ ոչինչ։ Կշեռքի նժարին ընտանիքի ապրուստն է։ Օրինակ տաքսիներին ավելի շատ են հաճախակի են դիմում, քան ընդհանուր օգտագործում։ Այստեղ պատճառը մենք գիտենք մոտավորապես ինչա, որտեղ վախ կա իրանց մոտ, որ կկորցնեն աշխատանքը եւ գործ չեն ուզում ունենալ գծի տերերի հետ։ Սակայն մի փոքր անկեղծանալուց հետո ակամայից նշում են, որ վաստակած գումարի մեծ մասը վճարում են գծատիրոջը, իսկ ընտանիքը պահում են հիմնականում կանգնած երթևեկողների հաշվին։ Դե աշխատավարձում մենակ ինչ կլինի։ 1000 մի ցավ դարդորում ենք։ Թերևս սա է անցած շաբաթ Ավանում միկրոավտոբուսի վարորդի սպանության պատճառը, որին առանձին կանդրադառնա Գագիկ Շամշյանը։ Մինչ մարդիկ զարմանում ու զայրանում են 100 դրամի պատճառով մարդասպանության փաստից, վարորդները արդարացնում են մարդասպանին։ 100 դրամ այդքան մեծ գումար է վարորդի համար, որ 100 դրամ չի, ախր, այդ ոսկին ինքը լավ լիքը գնում է, բայց այն էլ դադար գետևից գնում է, դա անում է 1000 դրամ, 2000 դրամ, ոչ միայն 100 դրամ։ Ասենք ինչ պահանջես իր գործընկերոջից ուղևոր փախցնելով փող աշխատող վարորդից, որը շաբաթը 7 օր, 12 ժամ շարունակ մեքենա է վարում, հաճախ անտեսելով ուղևորների անվտանգությունը եւ հարստացնելով միայն օլիգարխ գծատիրոջը։ Վերջինը յուրաքանչյուր մեքենայից օրական 15-ից 16000 դրամ է աշխատում, ամսական վճարելով ընդամենը 36800 դրամ հաստատագրված վճար։ Ոչինչ, անելիքը ոչ թե վարորդինն է, այլ համապատասխան կառույցներին է։ Քաղաքապետարանը պետք է կարողանա զսպել գծատիրոջ ախորժակը, ոստիկանները հետևողական լինել։ Խնդիրն ուսումնասիրած հասարակական կազմակերպություններից մեկում նշում են, որ վարորդներն ստրուկի կարգավիճակում են, ունեն պարտականություններ, բայց զրկված են որևէ իրավունքից։ Առավոտվանից մինչև ուշ իրիկուն ամեն օր աշխատում են, չունեն ոչ արձակուրդ, ոչ աշխատանքային պայմանագրեր եւ հետագայում չեն էլ ունենա համապատասխան ստաժ։ Միկրոավտոբուսը նորոգելու հոգսն հիմնականում վարորդների ուսերին է։ Նայեք, տեսեք, ցցված երկաթներ մեջը կա։ Այն բռնվելու այդ ամրակները չգիտես որտեղ են, չկա։ Նստարանը այնպես է շարժվում, որ մի հատ կտրուկ որ արկելակի կարող է անգամ փոկվի ինգնի։ 7 տարիների ընթացքում մրցույթներ չի կազմակերպվել, մրցույթներից հետո կբացառվի 15 տարուց ավել տարիք ունեցող ավտոբուսների, միկրոավտոբուսների սպասարկման աշխատանքը, ինչպես նաև Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիներով մենք չենք ունենա որևիցե երազ կամ RAV մակնիշի ավտոմեքենաներ։ Վարորդը մտածում է ոչ թե անվտանգ երթևեկության, այլ 1-2 ավել ուղևոր տեղափոխելու մասին։ Իրավիճակն ամբողջովին դուրս է գալիս վերահսկողությունից։ Մնում է խնդրի լուծման մեկ տարբերակ։ Իմ անձնական կարծիքն է, որ այս գազել մակնիշի փոքր միկրոավտոբուսներով քաղաքային կանոնավոր ուղևորատար ուղևորափոխադրումներ դժվար է իրականացնել։ Եթե այսօրվա վիճակով օրական սպասարկում են 2000 մոտավորապես 80 միկրոավտոբուս, մրցույթներից հետո նոր երթուղային ցանցով նախատեսված է
1560-ի չափով միկրոավտոբուս։ Ավտոբուսների ավելացմամբ հարցը չի լուծվի։ Հարկավոր է համապատասխան օրենք ընդունել, խիստ վերահսկել իրականացումը, իսկ վարորդին տալ համարժեք աշխատավարձ։ Այլապես ինչքան էլ լավը լինի օրենքը, վարորդը մտածելու է միայն 1-2 ուղևոր փախցնելու եւ օրվա հացի մասին։ Շուշանիկ Միրզոյան, Զոհրաբ Քարամյան, Ատոմ Համբարձումյան, Սուր անկյուն։ Եթե հիշում եք, նախորդ թողարկմանը խոսեցի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մասին, ավելի ստույգ թե ովքեր եւ որ խավի ներկայացուցիչներն են հիմնականում աչքին կնում անվայելու բռի պահվածքով։ Ներկայացրել էինք նաեւ Երևան-Սևան մայրուղու շուրջ պատմությունը, մասնավորապես զգոնության կոչ անելով վարորդներին, հատկապես ուշադիր լինել հանգստյան սեզոնի ընթացքում։ Եվ ահա, մինչ ընթանում էր հունիսի 10-ի թողարկումը, Սևանում տեղի է ունենում միջլսված դեպք։ Ոստիկանության ու դատախազության աշխատակիցներ ներկայացած հարբածները BMW մակնիշի ավտոմեքենայով կոտրում են ճանապարհաեզրի մետաղի արգելապատնեշը եւ հայտնվում Սևանա լճում։ Հետո էլ կռվ են բռնվում Գագիկ Շամշյանի հետ, ինչի հետևանքով ֆոտոլրագրողի ոտքը ոլորվում է եւ այժմ նա դժվարությամբ է քայլում։ Բնականաբար այս փաստը կարող է ոգևորել, նկատի ունեմ նրանց, ում համար դաստիարակություն, բարեկրթություն, պարգեշտություն եւ նման որակները խորթ են։ Իհեճուկս նրանց, հատուկ նշում են, որ Շամշյանը ապաքինվում է շրջանցելով առնվազն 1 շաբաթ քայլելը սահմանապակելու բժիշկների խորհուրդը։ Ասեմ նաև, որ միջադեպի վայ հերոսներից ոստիկան կոչվածը արժանի պատիժը ստացել է։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նա հեռացվել է աշխատանքից։ Իր տեսանյութում Շամշյանը կպատմի նաև հայտնի պարուսույցի ողբերգական մայի, ինչպես նաև աղմկահարույց այլ դեպքերի մասին։ Ժողովուրդ ջան, հունիսը դեռ չավարտված ցավով արձանագրում ենք տխուր վիճակագրությունը, որը կարծում եմ հաստատ ձեզ էլ մտահոգելու տեղի կտա։ Հասել ենք նրան, որ 100 դրամի համար երիտասարդ է սպանում, որ ինչ-որ մեկը իրեն զգալով տնօրեն կարող է առանց վարորդական իրավունքի եւ անստապ վիճակում մեքենա վարել, ու դրա արդյունքում զոհվի հայտնի պարուսույցը։ Իսկ որոշ ցիծակ համարներով այսպես ասած ճակերտավոր լավ տղերք 7-երի շքերթ են կազմակերպում առանց մտածելու, որ ճանապարհային ոստիկանությունը կալմեջ կանի, ամեն ինչ սակայն հերթականությամբ։ Սուրանկյան նախորդ թողարկմանը հորդոր խնդրանքով դիմել ենք վարորդներին, որ հանգստյան սեզոնին հնարավորինս զգույշ լինեն եւ ավտոմեքենան վարելիս պահպանեն անվտանգության կանոնները։ Էն էլ ձայն բարբարո հանապատի։ Մենք ասում, մենք լսում ենք, եւ միայն ողբերգական վթարներից հետո են ուշքի գալիս եւ ասում. «Արա դե ուր ենք այսքան արագ քշում, ինչու ենք հեռախոսով խոսում» ու այսպես շարունակ։ Հեռու չգնանք։ Լոռու մարզում էր, առավոտ կանուխ նորից զանգ, զանգահարողն էլ մասնագիտության բժիշկ էր։ Ուր ես, հասի։ Սպիտակ Գյումրի ավտոճանապարհին մեքենան կամուրջից 7 մետր գլորվել է ներքև եւ գլխիվայր հանգրվանել կամրջի Բետոնե Հենասյանը։ Հասա այն ժամանակ, որ շտապօգնությունը տեղափոխում էր վիրավորներին, որոնց մեքենաներից դուրս են բերել Գեղասար եւ Շիրակամոտ գյուղի բնակիչները։ Պարզեցի, որ Գյումրի բնակիչներ 22-ամյա Վազգեն Սվարյանը, 24-ամյա Արմեն Սիմոնյանը, 20-ամյա Գևորգ Գևորգյանը, 22-ամյա Գրիգոր Մինասյանը, որոնք հարևաններ են, որոշում են Կիրակնորիա հանգիստ անցկացնել բնության գրկում։ Օպելը բարձած ամեն ինչով ուղևորվում են դեպի Գեղասարի հանդերը։ Հասնելով կամուրջին, վարորդը ըստ նախնական տեղեկությունների, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է գալիս երթևեկելի գոտուց, բախվում երկաթե արգելապատնեշին եւ հայտնվում ձորում։ Բժիշկները երկուսի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր եւ այդ հանգամանքը հաշվի առնելով Գյումրիից անմիջապես տեղափոխեցին Երևան։ Վթարի պատճառներից էր նաեւ այն, որ վարորդը մեծ արագությամբ է ընթացել, հաշվի չառնելով ճանապարհի բոլոր անապտույտ հատվածը։ Ճանապարհային ոստիկանության Լոռու մարզի աշխատակիցներն ու Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչը կարճ ժամանակում կատարեցին իրենց աշխատանքը։ Սակայն տեսնելով, որ 4 ժամից ավել ապավագրական ընկերության ներկայացուցիչը ուշանում է, ստիպված իրենց միջոցներով վերամբարձ կռունկի եւ բեռնատարի օգնությամբ ջարդոնի վերասած մեքենան տեղափոխեցին Տուգանային հրապարակ։ Գագո ուր ես, հասի, արդյունքնից հանել են, այն էլ կատաղել ու ցունամի անում Երևան-Գյումրի ճանապարհին։ Րոպեներ անց պարզում եմ, որ աշտարակից Գյումրի ավտոճանապարհին Արչի Թաթ ռեստորանային համալիրի դիմաց ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Մերսեդեսն ու Մազդան բախվել էին իրար։ Մազդայի վարորդը հիվանդանոցում մահանում է, իսկ 4 հոգի, այդ թվում 2 տարեկան Ալինա Ամարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց։ Չնայած որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ին, այնուհանդերձ 2 տարեկան աղջնակը մինչև այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Մինչ սևեռվել է նշված 2 ավտոմեքենաների վրա, հավաքվածները մատնացույց արեցին Զիլ մակնիշի բեռնատարը։ Պարզվում է, Մերսեդեսին բախվելուց հետո Մազդան հարվածում է նաև Զիլի ձախ անիվին։
Վթարից հետո տարածքում թափվել էր վնասված ավտոմեքենաների յուղն ու բենզինը։ Մեքենաները տեղափոխելուց հետո նշված հատվածում տեղական իշխանության ներկայացուցիչները պարտադիր մաքրման աշխատանքներ պետք է կատարեին, քանի որ նման վիճակում կարող են առաջանալ վթարային իրավիճակներ։ Անգամ ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի հեռախոսազանգը չշարժեց տեղական չինովնիկների հետույքները։ Հունիսի 12-ին էր։ Այդ օրը նկարեցի 6 վթար, որից 5-ի դեպքում մասնակցություն էին ունեցել BMW մակնիշի մեքենաները։ Մասիսում շրջված BMW-ն նկարահանելուց հետո վերադառնում եմ Երևան։ Շիրակի փողոցում Չարբախի Դաշնամուրի գործարանի մոտ 3 մեքենաներ լուսնի սոնատ էին նվագել։ Վթարի արդյունքում կային վիրավորներ, իսկ վթարված ավտոմեքենաներն էին BMW, Volkswagen եւ Samande։ Աշխատանքս էի կատարում։ Մեկ էլ ինչ որ գավրոշ, թե ապեր, այդ նկարահանումները դադարեցրա, էս Չարբախն է, ստեղ խաղեր չես կարա տաս։ Բայց երբ տեսախցիկս ուղեցի նրա մունդար դեմքին, միանգամից հիշեց, որ ապրում է Դաշնամուրի գործարանի հարևանությամբ ու սկսեց երգել։ Անցենկոմ ասի։ Դերմն անցենկոմ կյանքդ մի պատմի։ Դերմն անցենկոմ ասի։ Եվ երբ դեպքի վեր ժամանեցին ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները, այրուձից իսկ կերած գավրոշը ացետոնի նման ցնդեց։ Կյանքը չպատմես ասի։ Դու էր մնաց է պակաս։ Եթե հիշում եք, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրաման արձակեց ցեխոտ, հակահիգենիկ վիճակում հայտնված մեքենաների վարորդներին տուգանելու առնչությամբ։ Ճիշտն ասած, մտածում էի, որ մեր օլիգարխները կսկսեն արդեն ուլունքի նման վրա ավտոլվացման կետեր բացեն։ Հունիսի 9-ի երեկոյան էր։ Միանգամից մի քանի զանգեր անծանոթ քաղաքացիներից։ Շամշան, ուր ես, իսկական քո տեղն է։ BMW-ն հայտնվել է Սևանա լճում, իսկ տերերը բազար են անում։ Հասնելով վթարի վայր ականատես եղա մի իսկական փաստավավերագրական ֆիլմի։ Հավաքվածները նույնիսկ թեմա էին հուշում, թե այ ախպեր, նախարարը հրաման տվեց, իր ենթական մաշնեն բերեց Սևանա Մոյկա։ Պարզվում է, որ BMW-ի էս մեր հերոս, ճակերտավոր լավ տղեն, օտնոկլասնիկով ծանոթանում է Ռուսաստանում ապրող հայ մի աղջկա հետ։ Երկար ժամանակ համացանցով շփվելուց հետո վիրտուալ շփումը որոշում եմ փոխարինել իրականով։ Աղջիկը գալիս է Հայաստան, էս մեր աղբեն էլ գնում ու դիմավորում է եւ ընկերներով ուղևորվում դեպի Սևանյան Մայամի։ Ու քանի որ իրեն համարում էր անպարտելի ոստիկան, մի լավ խմում է ու մեքենայով հայտնվում ջրում։ Գյուղացիները սրան ու աղջկան դուրս են բերում ջրից։ Էս ապերախտն էլ շնորհակալության փոխարեն լկտի պահվածք է ցուցաբերում։ Գյուղացիները նույնիսկ ասում են, թե երբ մարդը խմած է լինում, սառը ջրով ցայում են դեմքը ու սթափվում։ Սրան նույնիսկ մի ամբողջ Սևանն էլ չսթափեցրեց։ Երբ դեպքի վայր են ժամանում ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները հրամանատար Սերգեյ Հակոբյանի եւ ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Աղեկյանի գլխավորությամբ, մինչեւ BMW-ի ջրից դուրս բերելը, սա եւ իր մյուս ընկերները, որոնցից մեկը ներկայանում էր դատախազության նախկին աշխատակից, դառնում են խոնար հարց։ Չգիտես ինչու BMW-ն երբ ջրից դուրս բերեցին, այս խոնարհները դարձան լաչար ու սկսեցին հիստերիան։ Վայ հորս սարև, հերս Ռուսաստանից փող էր ուղարկել BMW-ի համար, ու եթե այս տեսավ ինտերնետով ու տելևիզորով, լացացնելու է ինձ։ Ու չգիտես ինչու մտածում էր, թե ես իր հոր սուրանդակն եմ, ու սկսեց ակլորավարի վրա տալ։ Խոսանք իրար։ Անցենկո մի խանգարի։ Մի խանգարի։ Դու հետևից ես սնգե։ Բայց լավ էր, Սևանի ոստիկանները ասես լինեին հայտնի ֆիլմի ձկնորսները, ու այս ջուկը ձրում զգացող ջրահարսին տարան ժողովուրդ ջան, ոչ թե պալատ, այլ ոստիկանություն։ Վերջն էլ եղավ այն, որ Հայաստանի ոստիկանապետը, որը տեղեկացված էր միջադեպի բոլոր մանրամասներին, հեռացրեց այս թաթալաբազին, ասելով, որ նման պահված դրսևորողները իրավունք չունեն կոչվելու մեր զավակների ոստիկան։ Ինձ թվում է, այս ջայելը սաղ կյանքում լսելու է. Ծփում է Սևանը, կանչում է Սևանը, ծովալիքների մեջ, լողում է սրա վկայականը։ Հունիսի 13-ի գիշերն էր, Արագածոտնի մարզի անշարժ գույքի գործակալություններից մեկի տնօրենը առանց վարորդական իրավունքի, ոչ թափ վիճակում, կրկին BMW-ով, Խանջան փողոցում բախվում է Էլեկտրասյանը։ Վթարի արդյունքում 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոցներ։ Վիրավորներից մեկին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից տեղափոխում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ մահանում է։ Պարզվում է, որ մահացողը հայտնի պարուսույց Մագադենս բարի համույթի ղեկավար Մարգարիտա Գիլարյանն է։ Ողջ հանրապետությունը քանի օր քննարկում էր Մագայի մահվան դրդապատճառները։ Ինչ զանգահարում են Մագայի ընկերներն ու համակիրները եւ զայրացած հայտնում,
որ եթե Պարուսույցին հենց սկզբից տեղափոխեին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ապա հավանականությունը մեծ էր, որ Մագան կապրեր։ Իսկ նրա մահվան մեջ մեղադրում էին թիվ 1 համալսարանական հիվանդանոցի հերթապահ բուժանձնակազմին, քանի որ հիվանդին բուժօգնություն ցուցաբերելու համար գումարներ են պահանջել։ Պահպանելով անմեղության կանխավարկածը, այս պահին կփորձեմ զերծ մնալ որևէ մեկնաբանությունից, սակայն առաջիկային փորձել եմ անցկացնել սեփական հետաքննություն, որն էլ կդառնա հանրության սեփականություն։ Իդեպ հիմնական մեղավորը BMW-ի վարորդը 29-ամյա տնօրեն Ռոման Հակոբյանը դատարանի կողմից վերցվեց երկամսյա կալանքի եւ տեղափոխվեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Ժողովուրդը երբեք էլ չի սխալվում, ինչքան էլ որ նրա կատակները լինեն դառը։ Իզուր չի երթուղայինների որոշ վարորդներին անվանում 100 դրամանոց կիլլերներ, ինչպես չհամաձայնես այս խոսքին, նամանավանդ աչքի տակ ունենալով այսպիսի դաժան օրինակ։ Ավանում տեղի է ունենում ծեսկրտուկ, ինչի արդյունքում մի երիտասարդ է սպանվում։ Մինչ ոստիկանությունը դեպքի վայրում քննչական փորձարարական աշխատանքներ էր կատարում, իսկ դատաբժիշկը փորձում էր պարզել, թե դիակի վրա կա բռնության հետքեր, հավաքվածները թաքուն ինձ պատմում էին, թե 100 դրամի համար ջահել տղու գլուխը կերան։ Արդեն մի քանի ժամ անց ոստիկանության նոր-նորքի բաժնի աշխատակիցներն ու ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները պարզում են իրական պատկերը, իսկ լուսադեմին հավաքում բոլոր մասնակիցներին։ Քննությամբ պարզվում է, որ սպանվածն ու սպանողը երթուղայինի վարորդներ են եղել։ Վիճաբանության պատճառն էլ մեկը մյուսից ուղևոր փախցնելն է եղել։ Այսպես ասած 100 դրամի բազար հավաքվում են ռազմորկայի եւ այն վերածվում է մի կաթիլ մեղրի պատմության։ Գերուսին ինձ էցե, հա, գնացել ենք որ բարձանք ինչի համար ենք էցե ու մենք զուտ գնացել ենք խոսակցություն ունենալու բանով, բայց միամիտ տենց խփեց քյաժը։ Իրանց ընկերներից մի հոգին խառնվեց, քյաժին խփեց։ Ու տենց արդեն ընկանք դրանով, որ բաժան ենք իրանց, էլի դե տեսանք այդ տղան, որ ընկավ գետնին ու շատ հաֆված վիճակում, ոնց որ սթափեցինք էլի սաղասել։ Բա դու տեսար քյաժը ինչով խփեց։ Ձեռքով։ Ձեռքով է խփել։ Ես խփելուց դմփոսն եմ լսել, բայց որ այդ ձենից ֆռացի ինքը արդեն դատարկ ձեռը ոնց որ հետ էր քաշում։ Ցավակցելով սպանվածի հարազատներին, ուզում եմ հորդորել երթուղայինների, ինչու չէ նաև տաքսիների վարորդներին, հաճախորդի համար վեճի մի բռնվեք, թե չէ բանը բանից կանցնի։ Իդեպ դեպքից 4-5 օր չէր անցել, երբ մի քանի անգամ ականատես եղա, թե ինչպես են մի քանի երթուղայինի վարորդներ ուղևոր փախցնելու համար բազարներ անում։ Վերջին ժամանակներս շքախմբերով երթևեկությունը կարծես սառույցին էր գրվել։ Ոստիկանությունը սկսեց խիստ միջոցներ ձեռնարկել այն ժամանակվանից, երբ հանրապետության նախագահ կտրուկ հանձնարարական տվեց վերացնել հանրապետություն նման հորի երևույթները։ Ահագին ժամանակ էր չկային, գոնե իմ տեսախցիկը չէր ֆիքսում, մասիս էի գրում հերթական նկարահանումների։ Մեկ էլ նկատեցի 7-երի շքերթ ու ասի ժողովուրդ ջան, այս 7-երի շքերթը պետք է անմահացնեն։ Երևանից մինչև Մասիս իրենց անպարտելի համարոք շքախումբը սլանում էր Երևան Արտաշատ մայրուղին իրենցով արած։ На коленях купола. Рядом чудотворный крест с иконами. Հետաքրքիրն այն էր, որ համացանցում այս նյութը տեղադրելուց հետո բազմաթիվ զանգեր եմ ստացել, թե մտքովը չանցնի, որ միլիցեքը այդ ավտոները կտանեն։ Դու տեսել ես այդ ավտոների համարանիշների վրա պատկերված շնաձկները։ Նման համարներով մեքենաները հանցագործ աշխարհում հայտնի հանգուցյալ Արմեն Կանիևսկու շրջապատի մարդիկ են, ու միլիցեքի թուրը չի կտրի, բայց արի ու տես, որ թանակը դեռ չչորացած ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի աշխատակիցները հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ հաջորդ օրը առավոտյան սրանց ազիզ քունը քնահարամ են արել ու նկարածս մեքենաները տեղափոխել ոստիկանության տուգանային հրապարակ, որտեղ էլ այս մեր անպարտելիները գլխիկոր ստորագրում էին վարչական ակտերի տակ։ Վերջը որոշ մարդիկ իրենց ականջներին նողջարեցին հանրապետության նախագահի հորդորները, որ չշրջեն թիկնապաների կամ ավտոշարասուների ուղեկցությամբ։ Արդեն մտածում են, որ նման մարդկանց հետ պետք է վարվել Տեր Թոդիկի օրինակով։ Իսկ եթե կիրառենք Տեր Թոդիկյան հայտնի մեթոդները, վստահ եմ, որ դրանց չի բավականացնի հանրապետություն ներմուծված պամպերսները։ Գագիկ Շամշյան, Սուրանկի։ Եվ վերջում ներկայացվող կադրերն արված են Կոմի մայրաքաղաք Սիկտիվկարում։ Audi A4 մեքենան, որում եղել են երիտասարդ ամուսիններ, նաև տեսախցիկ, ընթանում է նախանշված գոտիով։ Դիմացից բարձր արագությամբ սլանում է աղյուսով բարձած կամազը։ Հանկարծ մի աղյուս պոկվում ու կոտրում է Audi-ի դիմապակին և մահացու հարվածած ծնում վարորդի կողքի 29-ամյա ուղևորուն։
Այս դեպքը ևս վկայում է, որ Հայաստանի ոստիկանության նախաձեռնած պայքարը առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների դեմ լրիվ արդարացված է եւ այն պետք է հետեւողական լինի։ Այսքանը։ Հիշեցնեմ, որ մեզ կարող եք զանգահարել միայն երկուշաբթի օրերին ժամը 12-ից 14-ը 098 80 91 93 հեռախոսահամարով։ Այցելեք նաև Facebook-ի եւ YouTube-ի Սուրենկյան էջեր, ինչպես նաև news.armeniatv.com կայքը եւ դիտեք մեր տեսանյութերն ու թողարկումները։ Եվ մի մոռացեք, որ կյանքը լուրջ է միշտ, բայց մշտապես լուրջ ապրել չի կարելի։ Կհանդիպենք հունիսի 24-ին ժամը 22-ին։ Առողջություն եւ խաղաղություն բոլորիս։